Սիրելիներ, թեման, որ այսօր որոշել եմ խոսեմ ձեզ հետ իհարկե Աստծո առաջնորդությամբ, հետևյալ կերպ եմ վերնագրել, ինքը շատ ակտուալ, շատ կարևոր քրիստոնեական շրջանակներում, մանավանդ այս վերջի ժամանակներում շատ կարևոր թեմա է ու վերնագիրը հետևյալն է. գտիր կորցրածներդ, հրամայականով, գտիր կորցրածներդ։ Ես որ այս թեման եւ որ Աստված ինձ առաջնորդեց սկսեցի գրել, ես հայտնաբերեցի, որ այնքան բաներ ենք մենք կորցնում սիրելներ, այնքան բաներ, նույնիսկ դրանց հաշիվը կարող է կորցնենք, թե ու շատ ժամանակ մենք հաշտվում ենք մեր կորցրածների հետ, համարելով դա նորմալ, բայց եւ որ Սուրբ Գիրքը ուսումնասիրում ենք, տեսնում եք, Ադամը կորցրեց Եդեմի պարտեզը։ Ու ես համոզված եմ, որ Ադամը շատ էր փոշմանել, շատ էր փոշմանել, բայց էլ վերադարձի հնարավորություն չկար։ Չնայած մի հատ հետաքրքիր բան Աստծո բնավորության մեջ, Աստծո այս վերաբերմունքի մեջ տեսնում ենք նրա սերը, նրա հոգատարությունը, նա Ադամի ցեղին առանց վերադարձի հնարավորության չթողեց։ Տեսեք, մենք եւ որ մի անծանոթ տեղ ենք գնում, մանավանդ այն մարդիկ, որոնք մեքենա են վարում, եւ որ անծանոթ տեղ են գնում, հիմա մեր ժամանակներում ինտերնետ կա, ասում ենք նավիգացիա։ Նավիգացիան միացրու անունը գրում ես եւ այդ նավիգացիան քեզ հասցնում է տեղ։ Գոնե մի 10 մետր, 50 մետր պատահական տեղ, որ կարող է մի 100 մետր քեզ, ասենք, շեղված հասցնի, բայց հիմնականում շատ ուղիղ հասցնում է տեղ։ Ադամին եւ որ Աստված վտարեց նավիգացիա տվեց, ուղղորդվելու հնարավորություն տվեց եւ գիտեք որներ այդ նավիգացիան կաշվե հանդերձները Աստված իր ձեռով գառ մորթեց Եդեմի պարտեզում թե չէ որտեղից էր այդ կաշվե հանդերձները սիրելներ հագցրեց Ադամին եւ հասկացրեց Ադամին եթե Եդեմ հետ գալ եք ուզում եւ իրոք կենաց ծառից ուտել եք ուզում եմ որ սատանային տեղ տվիք եւ խաբվեցիք ճանապարհ կա եւ դա միայն գառան արյան միջոցով է Եվ տեսնում ենք Ադամի սերունդները իսկ գառան արյունը բերին, հետո Մովսեսին, Նոյով, բանով, Աբրահամով եկավ, հասավ Մովսես, հետո Մովսեսի ժամանակաշրջանից դուրս են գալիս ենք դեպի Քրիստոս, տեսնում ենք, որ գառը եկավ, Աստծո գառը եկավ, Եվ որ խաչի վրա նա ասավ կատարվեցավ, նա ի նկատի ուներ այն, որ Ադամը կորցրեց եւ ամբողջ Ադամի ցեղը կորցրեց, Քրիստոսը վերադարձրեց, գտնվեց, հասկանում եք, եւ դրա համար այսօրվա խոսքը ես այս ձև եմ վերնագրել գտիր կորցրածներդ եւ ես հիմնական 3 ուղղություն եմ շեշտելու իմ այսօրվա падգամի մեջ, առաջինը պատճառները, որ մենք կորցնում ենք, որովհետև եթե մենք չհայտնաբերենք պատճառները, մենք ռեալ եւ իրական ապաշխարություն չենք ունենա։ Եթե դու հայտնաբերում ես, որ բան ես կորցրել, դու պիտի հայտնաբերես պատճառները, որ կորցրել ես։ Երկրորդ բանը, որ շեշտելու եմ, ինչ ենք կորցնում, առաջինը պատճառները, երկրորդը ինչ ենք կորցնում եւ երրորդը ապաշխարության միջոցով ոչ թե ուղակի մեր կորցրածները հետ վերադարձնել կամ հետ վերցնել, Աստված ասում է էլ ավելիով ես հետ կտամ քեզ։ Հասկանում եք, կամ ընթացք, որ մենք տարբեր պատճառներով կորցնում ենք, հետո եւ որ ուշքի ենք գալի, հասկանում ենք, որ մենք բան ենք կորցրել, բաներ ենք, հոգեվոր արժեքներ ենք կորցրել, ու եւ որ մենք հայտնաբերում ենք պատճառները եւ իրոք ապաշխարում ենք, Աստված ուրախանում է դրանից։ Գիտեք ես որտեղից գիտեմ որ Աստված ուրախանում է եւ որ Աստված ստիպված եղավ Իսրայելի ժողովրդին 70 տարի գերության քշել 70 տարվա ընթացքում մենք տեսնում ենք տարբեր տեսակի մարգարեներ ու բարեխոսներ սկսեցին բարեխոսել Իսրայելի վերադարձի համար, որովհետև չէր կարա Իսրայելը օտար երկրում մնա, Իսրայելի համար տեղ կար որոշված, Աստծո ժողովրդի համար եւ քո համար տեղ կա որոշված, դու պիտի վերադառնաս քո տեղը, քո հոգեվոր կոորդինատները գտնես, որն է քո կոչումը, քո ծառայությունը, քո աղոթքը գտնես, քո սերտողությունը գտնես, քո ծոմը գտնես, քո եկեղեցի պարտաճանաչ գնալը գտնես, ծառայությունը
ծառայության համար բարվող սիրտը գտնես, այնքան բաներ կա, որ մենք կորցնում ենք։ Եվ Իսրայելի համար Աստված բարեխոսներ բարձրացրեց, եւ այդ բարեխոսները տարիներ շարունակ ծոմով աղոթում ու բարեխոսում էին։ Հետո Աստված վերադարձրեց, եւ որ Աստված վերադարձրեց, մենք Նեհեմիայի եւ Եզրասի գրքում մենք տեսնում ենք, որ մի քանի օր շարունակ հավաքվում էին այդ հրապարակի մեջ Երուսաղեմի, որպեսզի օրենքները կարդան, ժողովուրդը ասում է օրենքի խոսքերը լսելով սկսեցին սուգ անել։ Եվ Ղևտացիները Նեհեմիան եւ Եզրասը ժողովրդին զգուշացրին, ասին սուգ մի անեք։ Սա ուրախության օր է, որովհետեւ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Հասկանում եք, այսինքն ես տեսնում եմ այստեղ, որ մարդ ետ է դառնում, մարդ գիտակցում է ինչ է կորցրել, ներողություն է խնդրում, ապաշխարում է, Աստված ասում է ոչ թե լաց եղիր, այլ ուրախացիր, որ հասկացել ես, որ ինչ ես կորցրել, եւ ես կարող եմ ել ավելիով հետ տալ, Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։ Աստված ուրախանում է, եւ որ մենք գտնում ենք մեր կորածները, Աստված ուրախանում է, եւ որ մենք հայտնաբերում ենք մեր կորուստների պատճառները եւ ապաշխարում ենք դրա համար սիրելներ։ Ուրեմն նախ ինչ ենք մենք կորցնում, պատճառները ինչու ենք մենք կորցնում։ Ամփույթ լինելը, ամփութությունը մեր շատ թե ֆիզիկական, թե հոգեվոր արժեքների կորուստ կարա դառնա սիրելներ, ամփութություն, այսինքն գիտեք շատ ժամանակ մարդը ամփույթ է, որովհետև դրա համար գին չի վճարել, դրա համար չի աշխատել։ Ասենք պապան մամա ժառանգություն են թողել, քերինա նվեր տվել, չգիտես ինչ, սկզբի մի երկու օր այդ թանկանոց հեռախոսը կարա ուշադիր պահի, հետո որտեղ ասես գցում է, այդ հեռախոսը կամ այդ պայուսյակը կամ չգիտեմ այդ գիրքը որտեղ ասես գցում է, եւ սա ամփույթություն է, որովհետեւ շատ ժամանակ մարդիկ, որ իրանք գին չեն վճարել այդ արժեքը ձեռք բերելու, ամփույթ են վերաբերվում։ Եվ կա նաև որ մարդը գին է վճարել, բայց էլի ամփույթ է, չի հասկանում է ինչ արժեք է, այնքան կարևոր է, որ մենք գնահատենք արժեքը։ Եթե մենք չենք գնահատում տվյալ բանի արժեքը, մենք դա կարանք շատ հեշտությամբ մեր ձեռից տանենք։ Օրինակ, հիմա այս սինթեզատորը ինքը կարգին արժեք ունի, ամենապակասը մի $700 արժեք ունի։ Եվ նրանք, որ ասենք գաղափար չունեն, կարան ժողովից հետո ասենք երեխեքը գան սկսեն այնտեղ ստեղներին խփել բան, սենց այս ձևի դեպքերի ես շատ եմ հանդիպել, ու այդ ծնողին թվում է, որ դե ինքը գաղափար չունի, թվում է թե դե հա դե ոչինչ, մի նվագողն է խփում, թող մի քիչ երեխեք խփեն, բայց չի հասկանում, որ խփելը աստիճան ունի, բանի ճնշման աստիճան կա, ուժեղ խփելուց տակը նուրբ բաներ են, բարձիկներ են, իրանք շարքից կարան դուրս գան, եւ մանավանդ անջատած վիճակում իրան խփել չի կարել, իրան սխմել չի կարել, ինքը պիտի պարտադիր միացրած լինի, որ դու այսա բանի գործիքի տիրապետման արվեստն է, որ շատ մարդիկ չգիտեն եւ կարան ուղղակի իրանց ամփույթ վերաբերմունքով փչացնեն այդ գործիքը, հասկանում եք, բայց եթե մեկը գաղափար ունի անմիջապես, վայ, ազիզ ջան, չի կարելի, հասկանում եք, երբ որ մենք գնահատում ենք, մենք գիտենք այդ ինչ արժեք է, մենք ամփույթ վերաբերմունք ցույց չենք տալի, բայց ցավոք սրտի ամփույթությունը եկեղեցի գալու հանդեպ, ամփույթությունը Աստծո խոսքի հանդեպ, աղոթքի հանդեպ մեզ կարա տանի կորուստների։ Երկրորդ բանը պատճառը չգնահատելը, ես այս ընդհանուր ամփույթության մեջ ասի, չգնահատելը, եւ որ մենք պարգևներ ենք ունենում, եւ որ մենք գին չենք վճարում, երրորդ բանը մեր ունեցածը չօգտագործելով մենք կարանք կորուստ ունենանք։ Տեսեք Հիսուսը ինչ ասավ. նա որ ունի նրան պիտի տրվի։ Նա որ չունի, այն էլ որ մտածում է որ ունի, այն էլ նրանից կառնվի։ Ու այս խոսքը ինքը գիտեք երբ ասավ, եւ որ մեկին 5 մնաց տվեց, մեկին 3 տվեց, մեկին էլ 1 տվեց, նա որ 5-ն ուներ գնաց 5-ն էլ ավելացրեց, նա որ 3-ն ուներ 3-ն էլ ավելացրեց, նա որ 1-ն ուներ տարավ պահեց։ Տարապահեց, հետո բերեց ասավ արքոնը քեզ, մտածելով որ մեծ բան անում, բայց Տերը դրանից շատ նեղացավ ու մենք այս մեկը պահողին տեսնում ենք ծուլություն կար իր կյանքի մեջ։ Ծուլության մեղքը կարա մեզ տանի կորուստների, մենք կորցնենք հոգեվոր եւ ֆիզիկական արժեքներ եւ հնարավորություններ։ Ուրեմն եւ որ մենք եւ Տեր ասավ չար եւ ծույլ ծառա, ինչու չօգտագործեցիր, ինչու դա չտվեցիր սեղան
սեղանավորներին, այսինքն մեր ունեցած հնարավորության սահմաններում, եթե մեզ տրված հնարավորությունը մենք չենք օգտագործում, լինի ժամանակ, լինի ֆինանս, լինի եկեղեցի գնալու հետ կամ ծառայության հետ կամ մեր ընտանիքի հետ կապված բաներ, եթե մեզ տրված հնարավորությունը մենք չենք օգտագործում, սիրելիներ, իմացեք, դա առնվելու է եւ տրվելու է նրան, որ շատ ունի։ Որոշ մարդիկ այդտեղ զարմացան, ասին Տեր, բայց չէ որ նա 10 ունի, Տերն ասավ, այո, նա որ ունի նրան էլ պիտի տրվի։ Եվ ես ինչ եմ հասկանում, ով է Աստծո տեսանկյունից ունեցողը, նա որ իր ունեցածը օգտագործում է, իսկ ով է չունեցողը, նա որ շատ ունի, բայց չի օգտագործում Աստծո համար։ Նա որ իր ունեցած հնարավորությունները չի ներդնում, որպեսզի օգտագործի տվյալ բանը, այդ բանը նրանից անպայման առնվում է։ Սա փաստ է, դա ասում է Սուրբ Գիրքը։ Կարծես թե մի տիեզերական անտեսանելի օրենք է, որը գործում է մարդկության մեջ, եկեղեցիների մեջ։ Ուրեմն ունեցածը չօգտագործելով ես ու դու կարանք կորցնենք։ Ես այսպիսի բաների հանդիպել եմ իմ անձնական կյանքում էլ։ Ես տեսել եմ, որ բաներ կա, որ կորել է, դրանք կարծես թե ժանգոտել են եւ հետո Աստված վերցրել է ինձանից, բայց եւ որ ես գտել եմ, ապաշխարել եմ, ներողություն եմ խնդրել, Աստված էլ ավելիով հետ է տալի։ Պատճառ, որ գլխավոր պատճառներից մեկը, որ ես ու դու կարող ենք կորցնել, սիրելիներ, ամենամեծ պատճառներից մեկը դա անհնազանդությունն է։ Անհնազանդությունը Աստծո խոսքին։ Եւ որ Աստված ասում է ների ու դու ոչ, ես չեմ կարա ներեմ։ Ես հիշում եմ տարիներ առաջ էր միտեղ ծառայում ենք մի երիտասարդ ամուսնուց բաժանված մի կին էր, երկար ժամանակ ինք արդեն եկեղեցում էր, նույնիսկ ծառայում էր, հետո մի օր իրան հրավիրեցինք մեր տուն, ես ու Տանյան, գիշերվա միջև ժամը 3-ը ներման, ժամը 8-ին սկսել ենք այս խոսակցությունը, ծառայությունը միջև ժամը գիշերվա 3-ը անգամ ջուր բերեց Տանյան, ոտները լվացինք, որ ինքը ազատագրվի այդ դառնության, այդ չներման, ողակալության այդ հոգուց, ու հույսով ենք, որ այդ 6-7 ժամվա ծառայությունը արդյունք կտա, մեկ էլ հանկարծ այս աղջիկը արդեն ոտները ջրից հանել էր, արդեն Տանյան սրբել էր ոտները, մի անգամ չեմ ների ու գոռում է, չեմ ների, դրանք արժանի չեն, այսքան ասի Տեր Աստված, այ քեզ բան, այսքան ժամ մենք տանջվեցինք, բացատրեցինք, որ այս մարդը հասկանա, որ չներել է իրան ուր կարա հասցնի, եւ իրոք ինքը տենց է չհասավ, ու ինքը ավելի դառնացավ, ավելի մեծ խնդիրներ ունեցավ, չներումը ֆիզիկական անգամ խնդիրներ առաջացնում։ Ինչ եմ ուզում ասեմ, անհնազանդությունը մեզ լուրջ կորուստների կտանի, սիրելիներ, անհնազանդությունը եկեղեցու ընթացքին, անհնազանդությունը հովիվի խրատին, խորհրդին, անհնազանդություն ինչ որ մի տեսիլքի, ինչ որ մի ուղղորդման, անհնազանդություն եւ որ ծնողը ինչ որ մի խրատ ա տալի, այս բոլորը մեզանից կարա բաներ գողանա, սիրելիներ, անհնազանդությունը Աստծո խոսքին, եւ դրանք տարբեր դրսեւորումներ ունեն, օրինակ խրատ չլսել, ուղղակի մարդը չի սիրում խրատվել։ Հենց ինչ որ մեկ ուզում է խրատի, ինքը ասենք տարբեր ձևերով փախչում է այդ խրատից, կամակորությունը, տգիտությունը, ինքնագլխությունը։ Ցավոք սրտի երիտասարդների մեջ եմ հանդիպում ես այս երևույթը, ինքնագլխությունը։ Ասենք ասում ես, բացատրում ես, սենց կանես, ասում ահա, հետո գնում է իր ուզածով անում։ Դու տեսնում ես, որ ինքը որ քո ասածով չարավ, լավ չի ավարտվելու։ Հիշում եմ մի գյուղում մի շատ դժվար ընտանիք էր։ Գնացինք ու այդ տան մեջ մի մեծ նալ կար կպցրած։ Ու այսում համար որ գնում ենք ինքը կույր աղջիկ էր, Հիսուսին ընդունել էր, համ շաքար ուներ, համ կույր էր, ոտով ժամուկես բարձրանում ենք, ոտով ժամուկես մի սարի գլխին էր իրանց այն ժամանակ մեքենա էլ չունեի, ավտոբուսով գնում ենք այդ գյուղի տակ իջնում, մի ժամուկես բարձրանում ոտով, հետո մի ժամուկես իջնում, պապուտնի հետ ենք գալի Ալավերդի, ու հետներս մի երիտասարդ աղջիկ տարանք, ինք հասավ, ես համաձայն եմ մի քանի օր մնամ, այս քրոջը, այս կույր աղջկան ծառայեմ, անկողնային էր, չէր էլ կարում ինքը քայլի, շաքարի կուրության պատճառով երիտասարդ աղջիկ էր, բայց այնքան ծանր տառապալից կյանք էր տեսել, հետո ննջեց այդ աղջիկը, բայց մինչև իրան ննջելը
իր մաման շատ սնոտիապաշտ կին էր, ահավոր սնոտիապաշտ կին էր, ու ես ասի այս նալը, որ կպցրել եք, սա ձեզ լավ բանի չի տանի, եթե համաձայնվեք, մենք կաղոթենք կանենք, չէ, այնքան ստրեսային ասավ, չէ, որ ես հասկացա, որ սրան ձերտալ չի կարելի։ Մենք աղոթում ենք, վերջը, ու այս աղջկան, որ ինքն է շատ նախանձավոր երիտասարդ աղջիկ էր, միտեղ մի հատ աչքի ուլունք տենար, մի հատ նալի կտոր տենար, տենց մի հատ սնոտի բան, անմիջապես պոկել էր տալի, էլ չէր աշվում տնորենա, որտեղ ասենք ուղարկում ենք, հիշում եմ միտեղ իրան ուղարկել ենք, ինքը համաձայնվեց մտավ աշխատանքի, շատ մեծահարուստ մարդկանց օբյեկտ էր, ունդեղ ինքը ընդամենը տոմսեր էր տալի, սուրճ էր սարքում բան, ու ովքեր որ գալիս են այս տնորեններից սուրճ էին ուզում, մինչև մեղավորի աղոթ կանել չէր տալի, սուրճ չէր տալի։ Հետո իրան գործից հանեցին, բայց ես իրան զգուշացրել էի, որ այդ ձևի բաները մի անի, չի կարելի։ Դու քո օբյեկտում չես, եթե քոնը լինի, ում ուզում ես աղոթել դու, բայց դու ուրիշի տեղ ես, ուրիշի գործի տեղն ես, օբյեկտում ես աշխատում, դու դրա իրավունքը չունես։ Վերջը, ու ես աղջկան խնդրեցի, ծանոթ լինելով իր նախանձավորությանը, ասի չլեմ չիմանամ այդ նալին ձեռ տաս։ Եթե այդ նալին ձեռես տվել, ինձանից չես պրծնի։ Հա, վաչիկ ախպեր, պրոբլեմ չունես, իմն չինա պետք, թող ընդեղ կպած մնա։ 3 օր հետո, մենք 3 օր հետո պետք է գանք իրան հետ տանենք, 3 օր հետո մտանք տուն, տենանք նալը չկա։ Այս աղջկա մաման այնքան ծանր էր տարել, դուք իրոք մի քիչ անհավատալի բանա, բայց մեր հետ կատարվածն է։ 2 ամիս հետո այս կինը ծանր հիվանդացավ ու մահացավ։ Պատկերացնում եք, ու ես ինչ հասկացա, չի կարելի, այո, մենք նախանձավոր ենք, մենք աղոթում ենք, բայց այդ տնեցիների համաձայնությունը պիտի լինի սիրելներ։ Եթե մարդը սրտով կպած է այդ սնոտի բանին, եթե սրտով կպած է, ու դու չես կարողանում իրան ապացուցես, որ դա սնոտիություն է, չի կարելի դրան հանել։ Միայն մենք նման բաները հանում ենք եւ որ բացատրում ենք, մարդիկ հավատքով ընդունում են Քրիստոսին, նոր դրանից հետո հանում ենք։ Հետո ուշ, բայց այս աղջիկը ուշ ֆայմեց, բայց ինչ օգուտ։ Էլ այդ կնոջը չենք կարա հետ բերենք ցավոք սրտի։ Ինչ եմ ուզում ասեմ, սա այս ընդամենը օրինակ բերի ինքնագլխություն։ Եվ որ սիրելի թե մեծեր, թե երիտասարդներ խորհուրդ եք հարցնում մանավանդ հովիվից, ծառայողից, հետո մի գնացեք եւ ձեր ինքնագլխությամբ այդ գործը մի արեք։ Ձեզ ինչպես որ խորհուրդ են տվել, այդպես էլ վարվեցեք։ Հետեւ նա որ ծառայող է եւ հովիվա նա գիտի օծություն ունի, նա գիտի հետագան եւ դրա համար քեզ կարա քո կարծիքով այդ խորհուրդը այդքան էլ ճիշտ չլինի, բայց հնազանդվի եւ կտեսնես դրա օգտակարությունը։ Ուրեմն այսքանը թե պատճառները մենք ինչու ենք կորցնում սիրելներ։ Եթե քեզ գտար, արդեն կարաս կամած ապաշխարեց։ Հիմա եւ ինչ ենք մենք կորցնում։ Մենք կորցնում ենք հնարավորություններ։ Մենք կորցնում ենք մեծ եւ փոքր հնարավորություններ։ Մենք կորցնում ենք ֆինանսներ, մենք կորցնում ենք ֆիզիկական առողջություն։ Ես իմ անհնազանդությունների պատճառով ես լուրջ առողջություն եմ կորցրել։ Հետո եւ որ ապաշխարել եմ, Աստված ինձ վերադարձրել է իմ առողջությունը առանց բժիշկների։ Իրականում մենք ասում ենք, որ Աստված չի հիվանդացնում, բայց Աստված թույլ է տալի, եւ որ ես ու դու անհնազանդ ենք, նա կարա թույլ տա։ Հենց ինձ այդպես ասավ Տերը, ասավ քո անհնազանդության պատճառով դու իմ տարածքից դուրս ես եկել եւ մտել ես խավարի տարածք եւ խավարը իրավունք է ստացել հարվածի քո մարմնին։ Եվ որ ես ապաշխարեցի կամած մի քանի օրվա մեջ իմ մեջ վերականգնումը եկավ։ Ուրեմն մենք կարանք կորցնենք ֆիզիկական առողջություն, մենք կարանք կորցնենք ֆինանսներ եւ մենք կորցնում ենք հնարավորություն։ Ինչպիսի հնարավորություններ կարանք ես ու դու կորցնենք։ Վկայելու, այցելելու, աղոթելու, ինչ որ մի պարգև, սիրելներ, կարա մեր մեջ լռի եւ չգործի, որովհետեւ մենք անհնազանդ ենք, մենք անփույթ ենք, անտարբեր ենք այդ պարգևի հանդեպ եւ մենք կարանք կորցնենք դրա
այդ պարգևը կարանք կորցնենք։ Ես առաջ այս խոսքին շատ էի հավատում, հիմա էլ եմ հավատում, որ Աստված իր տված պարգևների համար չի զղջում։ Գիտեք, չէ՞, Իսրայելի հետ կապված Պողոս առաքյալը գրում է հռոմայացիներին, որ Աստված իր տված պարգևների համար չի զղջում, բայց մի օր ժողովի ժամանակ մի անձնավորություն ցույց տվեց երիտասարդներ եւ ես իր կյանքը գիտեի շատ մեծ անհնազանդության, կամակորության մեջ էր այս անձնավորությունը եւ Տերն ասավ ու իրան մեծ պարգև էր տվել ու միայն ես չգիտեի այդ պարգևի մասին, ինքն էլ գիտեր, ուրիշ մարգարեական հոգի ունեցող մարդիկ էլ են խոսացել այդ պարգևի համար, մեկ էլ հանկարծ ես միջանցքով գալիս եմ, որ կանգնեմ ամբիոնի մոտ աղոթ կանեմ, Տերն ասավ, իրան ցույց տվեց եւ ասավ, ես իրա պարգևը վերցրի եւ տվի ուրիշի, միանգամից, որովհետեւ ինքը չապաշխարեց իմ առաջ, ես ապշեցի, այդ խոսքի հետ կոնֆլիկտ առաջացավ իմ մեջ, ոնց, բայց չէ որ Աստված ասում է, որ պարգևները Աստծո տված առանց զղջալու են, եւ հետո այս երկրորդ խոսքը եկավ, նա որ ունի եւ չի օգտագործում, չի գնահատում, առնվում է եւ տրվում է նրան, որ դա օգտագործում է, գնահատում է եւ ինքը դրանից էլի շատ ունի, բայց էլի Աստված ավելացնում է սիրելներ, հասկանում եք, որտեւ Աստծո թագավորության մեջ եւ բնության մեջ որևիցե մի բան հենց այնպես չի կարա ընկած մնալ, որտեւ աստվածային բոլոր բաները իրանք լուրջ արժեքներ են։ Եթե քեզ Աստված աղոթքի ժամ ու հնարավորություն ա տվել եւ դու դա չօգտագործես, հաստատ ինչ որ մի ժամանակ եւ եթե չապաշխարես եւ անփույթ ու անտարբեր կգտնես, քեզ Աստված կգցի մի հատ ծանր լծի աշխատանքի մեջ, որ գնահատես, որ ինչ ես ունեցել եւ ինչ կորցրեցիր։ Եվ դու էլ աղոթքի հնարավորություն չես ունենա միջև չապաշխարես։ Ես հիշում եմ, եւ որ սկսեցի ավելի ակտիվ աղոթել ու ծառայել, եւ շատ ծանրաբեռնված ենք, Տերը ինձ ասավ, քանի որ դու փափագում ես ինձ ծառայես, ես այնպես եմ անելու, որ դու առանց աշխատանքի ծառայես ինձ, առանց այս ծանր աշխատանքի ծառայես ինձ եւ քո հնարավորությունները շատացնելու եմ։ Եվ դա առաջի թագավորած երկրորդ գլխում գրված է։ Աննայի աղոթքն է, ասում են նրանք, որ Տիրոջը հնազանդվեցին, նրանք աշխատանքը թողին եւ հացով կշտացան։ Ամուլը 7 զավակների մայր դառավ, իսկ նա որ 7 զավակ ուներ, նա տկարացավ։ Նա որ հացով կուշտեր, նա պանդուղ դարձավ, որովհետև չգնահատեցին, չհնազանդվեցին եւ սա պատճառ դարձավ, որ կորուստներ ունեցան։ Ուրեմն մեր ունեցած հնարավորությունները պիտի օգտագործենք։ Հիշում եմ մի երիտասարդ դրսից Ռուսաստանից մի շատ ծանր վկայություն տվեց, ասում է մի տեղով անցնում էի, այդտեղ մի հատ մուրացկան կար, անտեր, թափառաշրջիկ, շատ կեղտոտ վիճակում, փող էր մուրում ու ասում է ես զգացի, որ Սուրբ Հոգին ուզում է, որ ես ոչ միայն իրան փող տամ, այս երիտասարդը շատ լավ վաստակում էր, շատ լավ էր վաստակում ու ինքը ասում է ես կարա իրան մեծ գումար տամ ու բացի եմ, որ ես ասում եմ պիտի գումար տայի, ես զգացի, որ պիտի Քրիստոսի մասին խոսամ այս մարդի հետ։ Գումարը տվի, բայց չխոսացի։ Մտածելով ասի դե լավ, վաղը անցկենալիս, այսօր շատ եմ լարված, վաղը անցնելիս ես բան կանեմ, արդեն կխոսամ։ Վաղը գալիս է տեսնում այդ մուրացկանը էլ այդտեղ չի, հարցը փորձանում, ասում են գիշերը մահացել է այս մարդը։ Ասում դուք չեք պատկերացնի ինչքան տառապեցի ես քանի շաբաթ, որ Աստծո տված այդ հնարավորությունը ես բաց թողի, հասկանում եք, եւ Աստծո տրված հնարավորությունները սիրելներ շատ ժամանակ դրանք մի րոպեանոց են, վայրկյաններ կարան տևեն, մի քանի ժամանոց կամ մի օրանոց հնարավորություն է, ու մենք պիտի իրականում կարողանանք սա օգտագործենք, ու եւ որ չենք օգտագործում, մենք Սուրբ Հոգուն վշտացնում ենք սիրելներ, էլ ինչ ենք մենք կորցնում։ Հոգևոր տեսողություն եւ լսողություն մենք կարանք կորցնենք սիրելներ, նույն անհնազանդության պատճառով։ Օրինակ, եկեղեցական ծառայություններով ծանրաբեռնված լինելու համար ես իմ աղոթքի կյանքը կորցրի։ Եվ որ ես դեռ այդքան ծանրաբեռնված չէի ծառայություններով, օրական 3-4 ժամ աղոթելը ինձ համար մի հատ հզոր բան էր, փափագելի բան էր։ Ես այդքան աղոթում էի, ելի էի ուզում աղոթեմ։ Եվ ասեմ ձեզ, դա մի ժամանակ էր, որ ես օրական 10-ից 12 ժամ աշխատում էի ծանրաբեռնված, բայց ես հասցնում էի 3-ից 4 ժամ աղոթեմ, որտեղ Տիրոջ Հոգին եկել էր իմ վրա։ Ես աղոթքի կյանք էի խնդրել եւ Աստված ինձ տվեց։ Իհարկե դա մի անգամից չսկսվեց։
2 տարվա մեջ ինձ համար մի ժամը դարձավ 3-ից 4 ժամ ու դա ես փափագում եի ու հետո ես մտա ծառայությունների մեջ ու կորցրի դա հետո Տերը հասկացրեց որ այն ինչ որ ես չեմ տալի դու դրա մեջ ես մտնում այն ինչ որ ես չեմ ուզում թեկուզ եւ քեզ թվում է դու բան ես շինում 126 Սաղմոսում է գրված ասում է իզուր են շինողները եթե Տերը չի շինում եւ իզուր են պահապանները եթե Տերը չի պահպանում եթե մենք հոգով չենք մտնում եթե մենք հովիվների օրհնությունով չենք մտնում մենք ինքներս ինչ որ մի բեռների տակ ենք մտնում մենք հաստատ կորցնելու ենք սիրելներ Եվ ես փառք Աստծուն ժամանակներ հետո մի երազի միջոցով դա մի հզոր պատգամ էր այդ երազը Տերը ինձ հասկացրեց տեսողությունը ստեղն էր մնացել հոգևոր բայց ես լսողությունս կորցրել էի երազումս ինձ տարան հարցաքննության ու մի շատ խելացի հայացքով մի շատ նուրբ հոգի ունեցող մարդ էր հետո ես որ զարթնեցի ես հասկացա որ Սուրբ Հոգին էր այս մարդու միջոցով խոսում ինձ հետ շատ ուշադիր նայեց ինձ ու բան հարցրեց եւ որ բան հարցրեց ես չլսեցի ձայնը շատ մեղմ էր իրա շատ ցածր էր ես մի քիչ կռացա ասի ինչ էլի ասավ էլի չլսեցի համարյա գլուխս մոտեցրի իրա բերանին ու ինքն ինձ ասավ դու ոչ միայն ֆիզիկական առողջություն ես կորցրել, այլ նաև լսողություն ես կորցրել։ Ու ես զարթնեցի։ Ու ես հասկացա, որ ես պիտի ապաշխարեմ եւ աղոթեմ իմ հոգեվոր լսողության համար։ Ասեմ ձեզ, կորուստը այդքան էլ հեշտ չի գալի։ Մանավանդ հոգեվոր կորուստները այդքան էլ հեշտ չեն գալի։ Լսողության համար 2-ից 3 տարի ինձ պահանջվեց, որ ես նորից կանգնեմ այն մակարդակի մեջ, որ առաջներում կարողանում էի լսել Սուրբ Հոգու ձայնը։ Դրանք սովորական մտքեր չեն, գիտեք, ես չեմ խոսում սովորական մտքերի մասին։ Ես ունեցել եմ մի ժամանակ, որ այս տանը նստած էի ու հանկարծ Սուրբ Հոգին ինձ ասում էր՝ դուրս արի փողոց, այս ինչ մարդուն, այս ինչ բանն ասա։ Ու ես դահանում էի ու ես տեսնում էի, որ դա Տերն էր, հասկանում եք։ Բայց ես դա կորցրի ծառայությունների մեջ չափից դուրս խրվելու պատճառով։ Փաստորեն էս էլ կա, մարդը կարա անգամ ծառայության մեջ փորձի շինի, բայց առանց Աստծո։ Եվ տեսեք, վիրավորանքին եւ դառնությանը տեղ տալով մենք խաղաղություն եւ ուրախություն ենք կորցնում։ Տրտունջին տեղ տալով մեր հավատքն ենք կորցնում, սիրելներ։ Վախին տեղ տալով ինքներս մեզ ենք կորցնում։ Հասկանում եք։ Ու մենք այս երևույթներին սկսում ենք տեղ տալ, որովհետև մենք թույլ ենք տվել, որ մեր հոգին տկարանա, մեր հոգին քնի, հասկանում եք, մենք Աստծո ժամանակը գողացել ենք եւ օգտագործել ենք մեզ համար, եւ այս բոլոր բաները մեզ թալանում են։ Հիմա ես ուզում եմ առաջ գնանք եւ գտնելու ճանապարհները, մեր կորցրածները գտնելու ճանապարհի մասին խոսանք։ Ղուկաս 15 գլխի մեջ 3 օրինակներ ա բերում Տերը եւ 3 օրինակների մեջ էլ տեսնում ենք Աստծո մեծ ուրախությունը այս կորցրածները գտնելու համար։ Առաջինի մեջ մենք տեսնում ենք մի մարդ 100-ից մեկը կորցրեց, երկուսի մեջ տեսնում ենք մի կին 10-ից մեկը կորցրեց, երրորդ պատմության մեջ տեսնում ենք մի անձնավորություն 2 որդիներից մեկին կորցրեց։ Անառակ որդու պատմությունը 10 դրամ ունեցող կնոջ պատմությունը եւ 100 ոչխար ունեցող հովի պատմությունը 3 կորուստների մեջ էլ հետաքրքիր բան ենք տեսնում առաջինը փնտրեց եւ գտավ եւ ուրախացավ իր հարևանների հետ այդ մեկով ավելի ուրախացավ տեսնում ենք Աստծո ուրախությունը եւ որ Աստված ինքն է ուրախանում եւ Աստված ինքն է ուզում որ մենք մեր կորցրածները փնտրենք եւ ինքը իր ուրախությունը մեզ որպես եւ ուրախություն եւ որպես զորություն փոխանցվում ասիրելներ։ Երկրորդը տեսնում ենք այս կինը ճրակը վառեց, ավել զգուշությամբ զարկեց տան մեջ։ Տեսեք, հարց առաջանում 9 հատ ուներ, այդ մեկն էլ հա թող կորչեր, ինչ կլեր որ։ Բայց այս կինը անտարբեր չէր, անհոգ չէր, ոչ մեկն էլ արժեք ունի։ Ես հիշում եմ մի անգամ մի հատ մարգարեական երազ ցույց տվեց ինձ Աստված։ Ուրեմն ես մի ճանապարհով գնում էի հանկարծ գրպանիցս 10 դրամանոց, գիտեք, 10 դրամանոց հայկական։ Ընկավ ու գլորվելով գնաց հեռու ընկավ մի հատ 2 ծառի փչակներ էին, ընկավ փչակի մեջ։ Առաջի միտքը ինձ 10 դրամա տնկնում անգնի մի փնտրի, բայց ես ասի չէ,
Ես թույլ չեմ տա, որ այդ 10 դրամը կորչի ինձանից։ Ես գնացի մոտեցա այդ փչակին եւ տեսա 10 դրամը եւ որ իմ հանեցի, տեսա տակը լիքը բռներով 500 դրամանոց, 200 դրամանոց, այնքան շատ էր, ասես բռներով հանում եմ ջեբս եմ, ասում եմ ես ինչ լավ էր, որ այս 10 դրամի համար ես եկա ստեղ։ Բռներով հանում եմ ջեբս, մեկ էլ ամենատակին, գիտեք ինչ կար։ 2 հատ շվեյցարական ժամացույց, ամեն մեկը 2500-ից 3000 դոլար արժողությամբ։ Վերջում ես այս ժամացույցներն էլ վերցրի։ Եվ որ զարթնեցի, ես սկսեցի աղոթել ու մի հետաքրքիր մեկնություն եկավ իմ մեջ։ Փոքր արժեքները եւ որ դու գնահատում ես եւ դրանց հետևից գտնում ես, դրանք քեզ տանում են մեծ արժեքների եւ վերջնականապես դու գտնում ես Աստծո ժամանակը, այդ շվեյցարական ժամացույցը Աստծո ժամանակն էր։ Քո վարքյանները սկսում են երկնքի հետ աշխատել։ Ու ես այնքան ուրախացա, որ այս փոքր արժեքները փնտրելը ինչքան կարևոր է։ Երբեք մենք չպետք է փոքր, կարող է 10 րոպե հնարավորություն ունես աղոթելու, օգտագործիր այդ 10 րոպեն, մի ամիս հետո 20 րոպե կդառնա դա։ Կարող է տեսողության խնդիր ունես, այդքան էլ չես կարողանում Սուրբ Գիրքը կարդաս, բայց երիտասարդներից մեկին խնդրում ես քո համար աուդիո բիբլիա են քաշում, աուդիո աստվածաշունչ ու դու լսում ես։ Ասեմ քեզ քո հնարավորությունները Աստված կմեծացնի։ Գնահատենք սիրելներ։ Եթե փոքր արժեքները կորցնում ենք։ Ու ես այս կնոջից հասկացա 9 նուներ 10-ը մեկը կորցրեց, բայց ինքը չհաշտվեց, զգուշությամբ ավել զարկեց, ճրագ վառեց, յուղ ծախսեց այդ մի դրամի համար, ճրագ վառելու համար յուղ էր պետք, գիտեք, այսինքն ինքը ծախս արավ եւ ինքը զգուշ էր փնտրում այդ դրամը եւ գտավ։ Եվ Տերը նորից տեսնում ենք տիրոջ ուրախությունը, հարևաններով, բանով, իմ դրամը գտել եմ, ժողովուրդ ջան, քեֆ ուրախություն գնաց։ Ես մտածում եմ, որ այնտեղ սուրճ էր, թե էր, վերջը հարևաներ եկար, մի աման չիր տվեց, չէ, էլի ծախս արավ։ Միգուցե այդ մի դրամը, որ կորցրել էր, դրանից ավելի շատ ծախս արավ։ Բայց այս մարդու մեջ Աստված գնահատեց իր արժեքը կորցնելու այդ ցավը, որ այս կինը չհաշտվեց, որ թեկուզ եւ կորցրել եմ ոչինչ, հիմել գտնեմ, հիմել ուրախություն անեմ, ավելի ծախս անեմ, այս կնոջ սրտի դիրքը հավանելի էր Աստծո տեսանկյունից։ Եվ անառակ որդու պատմությունը գիտեք, որ հետո այս որդին հետ եկավ եւ հայրը սպասում էր եւ այս որդին, որ ամեն ինչ վատնել էր, ավելի մեծ ուրախության մեջ ընկավ, հասկանում եք սիրելներ։ Տեսնում ենք, որ Աստված վերադարձնելիս միայն մեր կորցրածը չի վերադարձնում, մի բան էլ ավելիով է հետ տալի։ Մենք այս պատմության մեջ տեսնում ենք սիրելներ։ Իհարկե սա մեզ երես չի տալի, որ այսինչ լավ է, գնանք կորցնենք, ներողություն խնդրենք, ասենք Տեր Աստված ավելիով հետ տուր։ Իհարկե այս ձև մենք գիտենք սա երեխայությունը Աստված այս ձև չի գործում։ Եթե իրոք կորցրել ենք ինչ որ բաների պատճառներով եւ ապաշխարում ենք, Տերը սիրելներ ուրախանում է եւ մեր կորցրածը մեզ հետ տալու համար։ Ինքը Տերը եկավ, որ կորսվածը փնտրի եւ գտնի։ Մենք կարդում ենք այս պատմությունների մեջ, Տերը ասավ, ես եկա, որպեսզի կորսվածը փնտրեմ եւ գտնեմ։ Եվ արդ մենք մեր աղոթքների մեջ մենք կարանք հրավիրենք Սուրբ Հոգուն եւ ասենք Սուրբ Հոգի, օգնիր մեզ այդ փնտրելու, որ մենք կարողանանք գտնենք այն ինչ որ կորցրել ենք, սիրելներ։ Տարիների ֆինանսներ, տարիների առողջություն, հայտնության 7 եկեղեցիներից մի երկու եկեղեցու Տերը հատուկ ցույց է տալի, թե իրանք ինչ են կորցնել եւ հետո նաեւ դրա վերադարձի ճանապարհն է ցույց տալի սիրելեր։ Ինքը Աստված ցույց է տալի, թե ինչ են կորցրել եւ հետո նաեւ հայտնում է, թե ինչպես գտնեն։ Ու ես ուզում եմ կարդամ այդ երկու եկեղեցիների մասին։ Առաջինը Եփեսոսի եկեղեցին էր։ Գովելի եկեղեցի, այնքան լավ բաներ ասում Տերը, բայց հետո ասում է, բայց քո դեմ մի բան ունեմ, քո առաջի սերը կորցրել ես։ Եվ հետո ինչ ասում, բայց քեզ դեմ այս ունեմ, հայտնություն 2-րդ գլուխ 4-րդ խոսքից, բայց քեզ դեմ այս ունեմ, քո առաջի սերը թողել ես, արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրակակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես։ Հիշիր, թե որտեղից վայր ընկար, այսինքն
Տերը ինչ որ մի բան է իր մտքի մեջ հիշողության մեջ զարթնացնում, որ հիշիր, որտեղից վայր ընկար եւ զղջա եւ ապաշխարիր։ Եթե սիրելիներ մենք չզղջանք, մենք ներողություն, մենք ցավ չապրենք, որ այս ինչ ենք կորցրել, մեր հետ գալու ճանապարհը կփակվի։ Այդ արժեքի վերադարձի առաջը մենք կփակենք եւ Տերն ասում է անգամ ճրակակալը կշարժեմ եւ որ ճրակակալը շարժում են ճրակն ընկնում է նշանակում է լույսը ամբողջովին կկորցնես Սուրբ հոգով առաջնորդվելը ամբողջովին կկորցնես հոգեվոր հոտառությունը տեսողություն ինչքան հոգեվոր արժեքներ կա կկորցնես հետեւ եթե լույսը մարեց այդտեղ արդեն խավարն է տիրում խավարն է գալի Եվ դրա համար ինչքան կարևոր է, որ մենք իրոք փնտրենք մեր կորցրածները։ Եվ հայտնության հաջորդ գլխի մեջ, երրորդ գլխի մեջ Սարդիկեի եկեղեցուն ուղղված պատգամը 3:3-ից ասկսում։ Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր, ապա թե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես եւ չես իմանա թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր Եվ պահիր ու ապաշխարիր, ընդունեցիր, հիշիր, ինչպիսին էր քո արձագանքը եւ որ դու լսում ես որ ինչ որ մեկը եկեղեցի ա գնում, ինչպիսին էր քո արձագանքը եւ որ դու լսում ես որ ինչ որ մեկը աղոթքի ա գնում, ինչ որ մեկը ավետարանչության ա գնում, ինչ որ մեկը ծոմի մեջ ա, ինչպիսի կրակներ էր քո մեջ բոցկլտում, ուր ես կորցրել այդ նախանձավորությունդ, Տերն ասում է հիշիր, որտեղ կորցրեցիր, ինչ պատճառով կորցրեցիր եւ վերականգնումը կգա, եթե ապաշխարես։ Եվ ամենավերջում սիրելներ, մենք խոստում ունենք, որ փնտրողը գտնում է, Տերը ասա, որ փնտրողը գտնում է եւ փնտրելը հոգեվոր կյանքի մեջ երկու մակարդակից է բաղկացած։ Առաջինը մենք կա ժամանակ, որ մենք փնտրում ենք, որովհետեւ կորցրել ենք։ Ինչպես էս կինը կորցրեց, ինչպես այդ հովիվը կորցրեց, թեկուզ եւ հովիվը ինքը մեղք չուներ, այդ ոչխարը ինքը մոլորվեց, գնաց գորավ, չէ՞, բայց այդ հովիվը թեկուզ մեղք չուներ, բայց անհանգիստ էր։ Եվ փնտրեց ու գտավ եւ որ մենք կորցնում ենք մենք փնտրում ենք բայց երկրորդ մակարդակը սա է մենք ոչ թե կորցրել ենք ինչ որ մի բան որ փնտրում ենք Աստծո մեջ մենք Աստծո մեջ փնտրում ենք ավելի բարձր մակարդակ այսինքն ես Այս մի քանի ամիսները ես աղոթել եմ կես ժամ հիմա զգում եմ որ այդ կես ժամը ինձ չի բավարարում Ես պիտի ավելացնեմ, դա ինքնաբերաբար կատարվում է, եւ որ քո ախորժակը լավն է, սեղանին ինչ ուզում ա դրեն, դու ջնջում ես դա։ Ասեք, չէ, ճիշտ եմ, չի ասում։ Եվ որ ասենք մարդկա քաղցրավենիքի համար խելքը գնում է, կարող է սովորական ճաշ-մաշ խորոված իր հետ ոչ մի գայթակղություն, բայց սեղանին դրին միաման կամֆետ, всё, այդ կամֆետ էլ չկա։ Մանավանդ փոքր երեխաները Սեղանին դրված կամֆետների կողքով անտարբեր չեն ասնում։ Դե մեր թվերին մի 2-3 տեսակ էր, մի տեսակներ են կան, շատ է, երեխեք արդեն մտնում են, ընտրում են իրանց սիրած տեսակը, կա թե չկա, սիրելներ, ուրեմն փնտրելը նաև մեր Աստծո մեջ մի նոր մակարդակի բարձրանալու փնտրտուք կարա լինի, ոչ միայն մեր կորցրածը, բայց քանի որ ես խոսում եմ մեր կորցրածները գտնելու մասին, վերջում ուզում եմ կարդամ Հովելի մարգարեությունից, ես Եվ որ խոսեցիմ հոգևոր լսողության կորուստի պատմությունը, ու էլի պատմություններ, որ բաներ, որ ես զգացի, որ Աստված ինձ ասում է դու կորցրել ես, դու պիտի դա վերագտնես, ու ես սկսեցի ապաշխարել աղաղակել, շատ ցավ ապրելով, ներքին տառապանք կրելով, ես սկսեցի ծոմապահությամբ աղոթել, շատ ժամանակ առանց ծոմի, ուղղակի աղաղակ կար իմ մեջ, եւ Տերը այս խոսքը տվեց ինձ, Հովել մարգարեության 2-րդ գլուխը, 2-րդ գլխի 25 խոսքը Եվ ես նորից հասկացա Աստծո սերը, Աստծո բնավորությունը, Աստծո մոտեցումը, որ ինքը իրոք ինչքան է ուրախանում, ինչքան է շատ փափագում, որ ես ու դու մեր կորցրածը գտնենք, վերագտնենք։ Եվ տեսեք ինչ ասում Հովելի միջոցով Աստված։ Եվ ես կհատուցանեմ ձեզ այն տարիները,
որ կերել են մորեխը, ջորյակը, երևիլը եւ խառնիճը։ Սրանք բոլորը մորեխների տեսակներ են։ Ամեն մեկը մի հատուկ ձևի էր ուտում։ Մեկը կրծելով էր ուտում, մեկը լափելով էր ուտում, մեկը տանում էր տանն էր ուտում։ Սրանք տարբեր տեսակի մորեխներ են, բայց բոլորն էլ ուտում էին։ Բոլորն էլ այն ձև էին ուտում, որ Իսրայելի ժողովրդին ոչինչ չէր մնում։ Եվ Աստված խոսեց ինձ հետ. Այն բաները, որոնք որ կերել են, ասմա, ես կհատուցանեմ ձեզ նորից, ասմա, եւ այնի մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ Տեսնում ենք, որ իրոք կա մի զորքի տեսակ, որոնք թալանում են, ոչնչացնում են, եւ այս զորքը Աստված է ուղարկում, որովհետեւ մենք չենք գնահատում։ Մենք չենք գնահատում Տիրոջ տված հնարավորությունները, սիրելիներ։ Ու այդ ժամանակ, եւ որ Աստված ինձ ասավ, որ ես կավելացնեմ քո ժամանակը, մի տարի հետո դա տեղի ունեցավ։ Այնքան շատ ես ժամանակ ունեի արդեն աղոթելու, կարդալու, այցելություններ անելու, աղոթքաժողովներ կազմակերպելու, ասի Տեր Աստված, այսքան շատ, հետո հիշում եմ, որ մի ուրիշ անձնավորություն էլ կար, իրան էլ էր Աստված այդ խոսքը տվել, ինձանից ավելի շուտ։ Հետո տեսա, որ այս անձնավորությունը այդ տված հնարավորությունները հետո սկսեց անտեսել։ Տարբեր բաների մեջ խորացավ, հետո կորցրեց հոգևոր կյանքը։ Եվ որ Աստված մեզ մի բան է տալի, պարգև, շնորհ, հնարավորություն, սա մեզ ուրախացնում է, բայց սա նաև մեր մեջ պատասխանատվության գիտակցությունը պետք է բարձրացնի։ Մենք ուրիշներից լավը չենք, հասկանում եք, այո, լավն ենք այն առումով, որ սիրտ ենք բացում, գին ենք վճարում, ջանք ենք անում, բայց մենք եթե մեզ խոնար չպահենք Աստծո առած սիրելներ, մենք դա կարանք կորցնենք։ Հպարտությունը ամենավտանգավոր երևույթն է հավատացյալի կյանքում, եւ որ ինքը թույլ է տալի, որ ես ոմն մեկն եմ։ Ես այս ձևի մի բան եմ ունեցել։ Սկսեցի աղոթել, Տեր, ես աղոթքի կյանք եմ ուզում, սա էլ ասում եմ ու սկսում ենք աղոթել։ Ես աղոթքի կյանք եմ ուզում, ես քեզանից ծարավ եմ, մի քանի ամիս մենակ աստվածային ծարավ էի խնդրում եւ աղոթքի կյանք։ Ու հետո ես տեսա այդ ամիսների ընթացքում ես 2-3 ժամ աղոթում էի ու չէի կշտանում։ Ու հետո մի օր ինձ մի միտք եկավ, ես ինչ ուժեղ աղոթող եմ դառել ես։ Ու ես այդ միտքը ընդունեցի, մտածելով, որ իրոք այս ճիշտ միտք է, ինքը իմ մասին է։ Ու երբ որ ես ընդունեցի, հաջորդ առավոտը վեր եմ կացել, որ աղոթեմ, բառ չեմ գտնում աղոթելու, անգամ լեզուների պարգևը չէր գործում այդ պահին։ Ես խառնվեցի իրար, պետք է գործի գնայի, այդ մտքերով տանջվելով, Տեր Աստված, ասի, ես ինչ բան է, 2-3 ժամ մարտաղոթի հետո չկարենա 2 բառ ասի, ասուն, ես այնքան էի խառնվել, ծոմ մտա։ Հենց այդ օրը ծոմ մտա, գնացի գործի, եկա այլի առանձնացա, տեսնում եմ, բացի այն, որ աղոթելս չէր գալի, չէի կարում աղոթեմ, Ժողովուրդ ջան, լուրջ եմ ասում, լեզուներով էլ չէի կարում։ Այնքան վատ մտքեր էին ինձ հյուր եկել։ Այնքան ահավոր էին այդ մտքերը, որ ես դրանցից արդեն 15-16 տարի առաջ ապաշխարել էի այդ մտքերից։ Ու դրանք կցահարում էին իմ ուղեղը։ Ես արդեն երեկոյան էլ չդիմացա, սկսեցի աղաղակելով, գոռալով ասել, Տեր Աստված, ինչ է կատարվում ինձ հետ, ու Սուրբ Հոգին հպվեց ինձ։ Մի խառնվի։ Դու չես լավ աղոթող, դու ինձանից խնդրեցիր շնորհք, ես քեզ տվեցի աղոթքի շնորհք, դու պետքա փառքը ինձ տայիր, ոչ թե գովասանքը դեպի քեզ ուղղեիր։ Ես անմիջապես հասկացա իմ հպարտությունը, անմիջապես խոնարհվեցի ու լեզուները սկսեց հորդել իմ ներսից։ Ես հասկացա, եւ որ Աստծուց մի բան ես խնդրում, նա տալիս է, ու եւ որ նա տալիս է, դու երևելի մեկն ես դառնում, եւ որ երևելի մեկն ես դառնում, դու փառքը պիտի Հիսուսին տաս, ոչ թե ասես, օ, ես ինչ տաղանդավոր մարդ եմ։ Դուք տենում եք, ես ոնց եմ երգում, ժողովուրդ։ Կամ դուք տենում եք, ես ես ինչ ուժեղ մարգարեություններ եմ անում, տեսիլքներ եմ տենում, չկա ինձպես ոչ մեկը։ Մենք պիտի խոնար պահենք մեր անձերը, մենք խնդրում ենք Աստված տալիս է, բայց սա նշանակում է, որ մեր պատասխանատվությունը պիտի մեծանա եւ մենք ավելի խոնարհվենք։ Ես չեմ ոմն մեկը, Տերն է մեր մեջ ոմն մեկը, որ մեր զրոն սարքում է 10 իր մեկով։ Սիրելիներ, կանգնենք աղոթքի։ Կանգնենք աղոթքի ու եթե դու հայտնաբերեցիր քեզ քո կյանքում ժամանակի, հոգևոր կյանքի ֆինանսի, բարոյահոգեբանական, նորմալ էմոցիոնալ վիճակների կորուստ, որովհետև մարդիկ կան այնքան են իրանց խաղաղությունը կորցնում եւ դա իրանց համար սովորական բան է դառնում։
Եվ որ եթե դու հայտնաբերեցիր, որ բաներ ես կորցրել եւ պատճառները նույնպես գտար, ուրեմն առաջի բանը պիտի ապաշխարության աղոթք անես, ներողություն խնդրես, հետեւ Սուրբ Հոգին ներկա է եւ ինքը անմիջապես եւ շատ արագ կարա վերականգնում տա։ Եթե հայտնաբերեցիր հպարտություն, ինչ-որ մի բան, մի կամակորություն, մի գիծ, ինքնագլխություն, ինչ-որ բաներ, որի պատճառով դու մտածում ես, որ բան ես կորցրել, Սուրբ Հոգին ներկա է, նա կանգնած է աստվածային որոշումների հետևին, եւ որ ես ու դու խոնարհ որոշում ենք կայացնում, Տերը հպվում է մեզ, սիրելիներ։